Arm Detective-ի, լսում եմ։ Բարև ձեզ, ես Գագիկ Մանուկյանն եմ։ Ասում են Mission-ին հյուրանոցում պարանորմալ երևույթներ են տեղի ունենում։ Խնդրում եմ անդրադարձեք։ Հասկացա, հիմա կուսումնասիրեմ։ Կալիֆոռնիայի Riverside քաղաքի սրտում կա մի շենք, որը չպետք է գոյություն ունենար։ Այն զբաղեցնում է ամբողջ քաղաքային թաղամասը։ Հատակի տակ կատակոմբաներ կան։ Ներսում կա մի մատուռ, ոսկեզօծ խորանով, որը 1920-ականներին Մեքսիկայից տեղափոխվել է 32 մասով, ինչպես հսկայական փազլ։ Նրա պատերից, կամարներից և բակերից կախված են ավելի քան 800 զանգեր, այդ թվում մեկը, որը թվագրվում է 1247 թվականով և համարվում է ողջ քրիստոնեական աշխարհի ամենահին զանգը։ Նախագաներ են քնել այստեղ, կինոաստղեր են ամուսնացել, օդաչուներին պատվի են արժանացրել նրա պատերի ներսում, և այնուամենայնիվ, իր ողջ վեհությամբ հանդերձ, այս վայրը սկսվել է որպես 12 սենյականոց կավե հյուրատուն, փոշոտ ճանապարհին գտնվող մի քաղաքում, որը հազիվ էր գոյատևում։ Սա Mission 9-ն է, և այն մարդը, ով կառուցեց այն, ոչ ճարտարապետ էր, ոչ ժառանգական միլիոնատեր, ոչ էլ մեկը, որից որևէ մեկը ակնկալում էր ստեղծել ամերիկյան պատմության ամենաարտասովոր շենքերից մեկը։ Նրա անունը Ֆրենկ Օգոստոս Միլլեր էր, և նրա մոլուցքը գրեթե կործանեց նրան։ 1874 թվականին Քրիստոֆեր Կոլումբոս Միլլեր անունով մի ինժեներ ժամանեց Կալիֆոռնիայի Riverside փոքրիկ բնակավայր։ Քաղաքը հազիվ 4 տարեկան էր։ Միլլերը գնեց քաղաքի կենտրոնում գտնվող մի ամբողջ թաղամաս։ Նա իր ընտանիքի համար կառուցեց համեստ կավե տուն և շուտով իր կնոջ Մերիին և նրանց 4 երեխաներին կանչեց իր մոտ։ Նրանց թվում էր 17-ամյա որդին՝ Ֆրենկը։ 1876 թվականին Միլլերները սկսեցին հյուրեր ընդունել իրենց տանը։ Ճանապարհորդներն ավելի հաճախ էին անցնում Riverside-ով։ Փոքրիկ կավե տունն ուներ 12 ննջասենյակ, և Մերի Միլլերը լցնում էր դրանք այն հյուրերով, որոնց քնելու տեղ էր պետք։ 2 տարի անց ընտանիքը կառուցեց փոքրիկ փայտե հավելում և ամբողջ ձեռնարկը անվանեց Glenwood Cottage։ Դա պարզ ընտանեկան հյուրատուն էր, ոչ ավելին։ Բայց երիտասարդ Ֆրենկ Միլլերը այլ բան էր տեսնում։ Նա տեսնում էր ներուժ։ 1880 թվականին, երբ Ֆրենկը ընդամենը 22 տարեկան էր, հայրը նրան վաճառեց գույքն ու բիզնեսը $5,000։ Նույնիսկ այն ժամանակ դա համեստ գումար էր։ Ֆրենկը ճարտարապետության կամ բիզնեսի ոլորտում մասնագիտական կրթություն չուներ։ Ծնողները նրան ցանկանում էին ուղարկել Օհայո քոլեջ, բայց նա աղաչեց նրանց թույլ տալ մնալ Riverside-ում։ Նա խոստացավ օրինակելի կյանք վարել։ Նրանք համաձայնվեցին, բայց մեկ պայմանով։ Նրան պետք է դասավանդեր քաղաքի միակ ուսուցչուհին՝ Իզաբելլա Հարդենբերգը, ով ապրում էր Գլենվուդում։ Ուսման ամիսների ընթացքում Ֆրենկն ու Իզաբելլան սիրահարվեցին։ Նրանք ամուսնացան նույն տարում, և Ֆրենկ Միլլերը սկսեց այն գործը, որը կլանեց նրա մնացած կյանքը։ 1890-ականների վերջին Ֆրենկն ուներ մի տեսլական։ Նա ցանկանում էր կառուցել մի մեծ հյուրանոց, որը կպատկերեր Կալիֆոռնիայի իսպանական միսիոներական անցյալի ռոմանտիկան։ 1902 թվականին Ֆրենկը վերջապես ապահովեց բավարար ֆինանսավորում իր երազանքը սկսելու համար, և 1903 թվականի հունվարին բացեց Glenwood Mission 9-ը։ Ֆրենկ Միլլերը հետագայում անունը կրճատեց, պարզապես թողնելով Mission Inn, և շարունակեց կառուցել։ Նոր հյուրանոցում հանգրվանած առաջին հայտնի հյուրերից մեկը նախագահ Թեոդոր Ռուզվելտն էր, բայց Ֆրենկը երբեք գոհ չէր։ Հազիվ էր մեկ թևն ավարտում, նա արդեն սկսում էր նախագծել հաջորդը։ Նա մոլագարի պես ճանապարհորդում էր աշխարհով մեկ, այցելելով Եվրոպա, Ասիա և Լատինական Ամերիկա, ամենուր կլանելով ճարտարապետություն, արվեստ և մշակույթ։ Այն ամենը, ինչ նա տեսնում էր, ինչը նրան հուզում էր և զարմացնում, նա այդ ամենը իր հետ բերում էր Riverside։
1935 թվականի հունիսի 15-ին Ֆրենկ Օգոստոս Միլլերը մահացավ 78-ամյակից քիչ առաջ։ Երբ լուրը հասավ Ռիվերսայդ, ամբողջ քաղաքը կանգ առավ։ 15 րոպե շարունակ Ռիվերսայդում ամեն ինչ լռեց։ Ի հարգանք այն մարդու, ով կառուցել էր իր ամենասիրելի տեսարժան վայրը։ Նա թաղվեց Ռիվերսայդի Էվերգրին գերեզմանատանը։ Եվ դա շատ քիչ էր հեռու հյուրանոցից։ Whoa, whoa, whoa. Oh. Whoa. Oh my God. Okay, something just brushed up against me. Mission in հյուրանոցի մասին պատմվող պարանորմալ պատմությունները այնքան շատ են եւ հաճախակի, որ հյուրանոցի անձնակազմն ու հյուրերը դրանք ընդունում են որպես հաստատված փաստ։ Այս երևույթները հիմնականում կենտրոնացված են հյուրանոցի ամենահին հատվածների եւ հիմնադիր Ֆրենկ Միլլերի հետ կապված վայրերի շուրջ։ Ահա ամենահայտնի պարանորմալ դեպքերն ու երևույթները։ I just saw a dark shadow figure right here in between these pillars. It was like somebody went like this. What the hell? I just saw a dark figure block out this light. Oh man, I thought that was a person. Jeez. Ֆրենկ Միլլերը, ով իր ողջ կյանքը նվիրել էր այս հյուրանոցին, կարծես երբեք չի լքել այն։ Աշխատակիցները հաճախ են հայտնում, որ տեսնում են նրա ուրվականը, հինավուրց հագուստով, ով քայլում է հյուրանոցում եւ հսկում աշխատանքը։ Նրա ներկայությունը հաճախ ուղեկցվում է ծխախոտի թույլ բույրով կամ կոշիկների թակոցով, դատարկ միջանցքներում։ Մարդիկ հավատում են, որ նա շարունակում է ստուգել հյուրերի հարմարավետությունն ու անձնակազմի աշխատանքը, բայց այս ամենը այդքան էլ խելքին մոտ չէ։ Ֆրենկի քույրը, Ալիս Միլլերը, ով երկար տարիներ կառավարել է հյուրանոցը, համարվում է 4-րդ հարկի տիրուհին։ Այնտեղ մնացող հյուրերը հաճախ են բողոքում անբացատրելի երևույթներից։ Սենյակի կեսում ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, թեև պատուհաններն ու օդափոխությունը անջատված եւ փակ են։ Որոշ հյուրեր էլ պնդում են, որ գիշերը զգացել են, թե ինչպես է ինչ-որ մեկը նստում իրենց մահճակալի եզրին կամ թեթև դիպչում իրենց ուսին։ Այս մատուռը հյուրանոցի հոգևոր կենտրոնն է, բայց այն նաև ամենաակտիվ վայրերից է։ Գիշերային ժամերին այստեղ հաճախ լսվում են երգեհոնի հնչյուններ կամ երգչախմբի աղոտ երգեցողություն։ Թեև մատուռը փակ է եւ դատարկ, ոմանք տեսել են ֆրանցիսկյան վանականների ուրվագծեր, որոնք անաղմուկ անցնում են խորանի մոտով։ Հյուրանոցի տակ գտնվող գաղտնի անցումներն ու կատակոմբաները, որոնք լցված են հին արտեֆակտներով, ունեն ծանր էներգետիկա։ Այնտեղ այցելած մարդիկ պատմում են, լսվում են ձայներ, որոնք նման են հին ժամանակների աշխատողների խոսակցությանը։ Ֆոտոխցիկներն ու ձայնագրիչները կատակոմբաներում հաճախ անսպասելիորեն անջատվում են կամ սկսում են ձայնագրել տարօրինակ աղմուկներ, չնայած մարտկոցների լրիվ լիցքին։ Լեգենդը պատմում է մի երիտասարդ հարսնացուի մասին, ով մահացել է հյուրանոցում։ Նրա ուրվականը հաճախ հայտնվում է այն ժամանակ, երբ հյուրանոցում նախապատրաստվում է նոր հարսանեկան արարողություն։ Աշխատակիցները երբեմն տեսնում են սպիտակ շղարշի նմանվող ուրվագիծ հայելու մեջ կամ անցումներում, որոնք անմիջապես անհետանում են, երբ մարդիկ փորձում են մոտենալ։ Mission 9-ում սովորական երևույթ է, երբ դատարկ սենյակում լույսերը միանում են, կամ երաժշտական սարքերը սկսում են հնչել ամենաանհարմար պահին։ Շատերն այս ամենը վերագրում են անտեսանելի հյուրերին, ովքեր դեռ փորձում են մասնակցել հյուրանոցի եռուզեռին։
Այս պատմությունները, թեև ունեն միստիկ բնույթ, հյուրանոցին փոխանցում են յուրահատուկ խորհրդավորություն։ Շատ հետազոտողներ, ովքեր զբաղվում են պարանորմալ երևույթների ուսումնասիրությամբ, պնդում են, որ Mission 9-ը մի վայր է, որտեղ պատմության հաստ շերտերը, հին արտեֆակտները եւ հիմնադրի անվերջանալի սերը իր գործերի նկատմամբ ստեղծել են մի տեսակ էներգետիկ ժամանակային պատնեշ, որը թույլ է տալիս անցյալին ներխուժել ներկա։ Իսկ դուք հավատում եք այս հյուրանոցում տեղի ունեցող պարանորմալ երևույթներին։ Ըստ ինձ, ես այդքան էլ չհավատացի, որովհետև չկարողացա գտնել իրական պարանորմալ երևույթների կադրեր, որոնք ֆիքսել են տեսախցիկները։ Եթե համեմատենք Clone Motel-ի հետ, այդ մոթելում տեղի ունեցող պարանորմալ երևույթները ավելի իրական էին։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք։ Հղումը կթողնեմ մեկնաբանություններում։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այս տեսանյութը։ Կհանդիպենք նոր բացահայտումներով։